Բարև ձեզ, սիրելիներս, այսօր առավոտյան ուրեմն Սպուտնիկով կարդում եմ իհարկե լրահոսը եւ ասի տեսնեմ Սպուտնիկները ինչ են գրանցել, հատկապես այո Գեղարքունիքում, այս մասը միայն նայեցի, ուղղակի զարմանալ է, ապշել բանա, թե ինչ է կատարվել, թե ինչ են արել, պատկերացրեք այս այրվածքների բանը տեսեք ու այդ ամբողջ այդ արեան, ինչքան մեծ է, անցել է Ադրբեջանի տարածքն պես մի քանի օր է այրվել, մենակ այսօր չի, բայց այսօր տեսնում եք առավոտյան իրենք այսպես այդ Սպուտնիկները բան են արել, գրանցել են, հիմա եկեք ավելի մի քիչ կոնկրետ տեսեք, սա բանը ֆեյք գույներ է տալիս, ուղղակի երևի կարբոն մոնոքսիդի կամ բան այդ Սպուտնիկը զգում է իր բանով, դետեկտորով, որտեղ ածխաթուն է բարձր եւ այսպես ասում եք, այս բանի ցույց է տալիս, թե որտեղ է հենց հիմա հրդեհը այդ առավոտյան եղել։ Այս տեսնում եք այս մասը, շարք այս ամբողջը պաստորեն հրդեհի արդյունք է։ Մի քիչ ուրեմն եթե ավելի կոնկրետանամ տեղերը ասեմ, մեկ րոպե։ Չի պատկերացնում, որ այսքան մոտ ուրեմն Սևանա լճի ափին պաստորեն, այս Աղբերք գյուղի մոտակայքի այս մասերը տեսնում եք, այս բոլորը այրվել են, ոնց որ սա հնարավոր չէ, ախր եղանակը պետք է գիտեք այնքան չոր լինի, քամոտ ու բարձր ջերմաստիճան, որ սենց ձևի, այս ձևի սպոնտան ինչ որ հրդեհներ բանանեն։ Տեսնում եք, թե որտեղ երգում է ցույց տալիս։ Շատ զարմանալի որոշ տեղերում այնքան բարձր է սարերի, չես հասկանում, այնտեղ ոնց կարա խոթարկ լիներ այնտեղ, դա դժվար է, որտեղ շատ բարձր տեղեր են։ Տեսեք, Վահան գյուղը փաստորեն ամբողջովին այս շրջապատված այս բաներով, հրդեհներով, այս շատ մեծ այստեղ բան, տեսնում եք արդեն ծուխը բարձրանում, ասեմ սա ուրեմն կանդիրվազ ինչ որ բարձունքն է Դրախտիկ գյուղի անմիջապես այսպես Դրախտի գյուղից այսպես մի քիչ բարձր այդ բանում եւ շարունակում է պաստորեն այսօր առավոտյան հրդեհը շարունակվել է, սա միայն նորից եմ ասում Ճամբարակի պաստորեն շրջան, այսինքն նախկին Կրասնոսելսկը եւ անգամ բան, չգիտեմ ինչ են անում, թե սկսել են փեչկեք վառել, այս օրինակ դες Ճամբարակում երևի բան չունեն, փեչկեք են վառում, թե ինչ են, որ այսպեսի ծուխեր է բարձրանում եւ տեսնում եք Սպուտնիկը զգում է անգամ թե որտեղ է ուրեմն ածխաթու գազը բարձրացել, տեսնում եք, սա դժվար թե քաղաքի մեջ հրդեհներ լինի, բայց այս մասերը հաստատ կարող եք ասել, որ շատ վաղուց են իրանք, այսինքն մի 2-3 օր հրդեհվում էր, ինչ որ միտումնավոր բան կա, ոնց է հնարավոր սենց բան ասեք, ոնց է հնարավոր, որ այս եղանակի շատ բարձր լեռն է, այստեղ խոթարքի մասին խոսք չկա, որովհետեւ համարյա գագաթներ, այստեղ սրանք բարձր գագաթներ են, տեսեք թե ինչ է կատարվել, մոտ 2-3 օր այս վիճակն, ապա տեսեք այստեղ, կարող ենք հիմա անցնել իսկական նկարներին, այս իսկական նկարները, որ տեսնում եք ինչպես է ծուխը, իսկական գույնով, տեսնում եք ծուխը ինչպես է այստեղ բարձրանում, սա լրիվ այրված է եւ տարածվել է այստեղ, մինչեւ Ադրբեջանը գնացել, այդ բանի ծուխն է այդ հրդեհների, այսպեսի բաներ, ես չգիտեմ, սրանք ինչ բացատրություն ունեն, ինչ, եթե մի քիչ մոտիկացնեք այդ Դրախտի գյուղից, այսինքն վերև, թեկուս այն Ճամբարակն էլ ինքը, այդ Դրախտիկի այս վերև, եթե ուղի նայեք, կտեսնեք, որ սրանք շատ բարձր տեղեր են, նույնպես շատ բարձրադիր բաներ, այստեղ դժվար թե բարձրացած լինեն խոթար կարած, ես չեմ հասկանում, ինչով են զբաղվել, որ այսպեսի արդյունք են ստացել վերջում, ասում են իբրև լոռում եւ տավուշում էլ է, դե չգիտեմ, Ճամբարակը Գեղարքունիք է համարվում, համենայնիվս դեռևս լոռի եւ տավուշ դժվար է բարձրանալ տեսնել, այդքան կներեք, հիմա չեմ կարող անել, բայց ուղղակի տեսեք այսօր առավոտյան պատկերեսպիսն է, տեսեք ինչքան է վատացել, որ հասել են հրդեհները արդեն մինչև ասում են Վրաստանի սահման եւ զարմանալի է, թե ինչ պետքա այս եղանակին, ինչ քամիներ է, ինչ չորություն է, ինչ բարձր ջերմաստիճան է, որ հրդեհվել են սպոնտան կերպով շատ բարձր գագաթներ, ես չգիտեմ, այնտեղ խոտ էլ չի եղել, որ ասես, չգիտեմ, չորացած խոտ են հան, դժվար է բացատրությունը, բայց այս է պատկերը։